Ողջույն բարեկամներ, ձեզ հետ Մայքուլիների Versions խաղարարական ալիքն է կրկին և այսօր պատրաստելու ենք ձմեռային տոլմա թթու կաղամբով, կրկին դասական եղանակ իր գաղտնիքներով։ Ինչպես ենք պատրաստելու, ինչ բաղադրիչներ են մեզ հարկավոր։ Պետք է թթու կաղամբի ճիշտ ընտրություն լինի և պատրաստումը նույնպես կախված է ճիշտ ընտրությունից։ Ընտրում ենք տերևները, որպեսզի լինեն ամբողջական, չպատրված, թթվությունը պետք է լինի չափավոր, ոչ շատ թթու, եթե շատ թթու է, լվանալ սառը ջրով 1-2 անգամ, հետո քամել։ Պետք է փափկեցնել կաղամբները թթու։ Տերևները դնում ենք տաք ջրի մեջ 5-ից 10 րոպե, որը հանում է ավելորդ աղը և դարձնում փափուկ։ Պետք է համը լինի ձմեռային, հարուստ համով խճողակ։ Բաղադրիչները՝ խոզի միս 400 գրամ կամ խոզ և տավար 50-50, բրինձ 80 գրամ լվացած, սոխ 2 մեծ գլուխ, շատ մանր կտրատել, սխտորը 2 բջեղ մանրացնել, մաղադանոսը կես փունջ, սամիտ մի քիչ, սև պղպեղ 1 թեյի գդալ, կարմիր պղպեղ կես թեյի գդալ, չաման կես թեյի գդալ, շատ կարևոր է ձմեռային համի համար, աղ քիչ քանակությամբ, քանի որ թթու կաղամբը արդեն իր մեջ աղ ունի, 2-ից 3 ճաշի գդալ ջուր կամ մսի արգանակ։ Անպայման խառնում ենք ձեռքով, մինչև խճողակը փափկի։ Ինչպես ենք փաթաթում։ Կտրում ենք հաստ երակները, դնում ենք 1 ճաշի գդալ խճողակ, փաթաթում ամուր, փոքրիկ, ձմեռային տոլման պետք է լինի խիտ, որ չբացվի։ Կաթսայի հատակին դնում ենք թթու կաղամբի մանր կտրտած մասեր, սոխի շերտեր, 2-ից 3 կտոր ապխտած միս կամ ոսկոր։ Ինչպես ենք եփում։ Սա արդեն կարևոր փուլն է, հեղուկը։ Ուրեմն մսի արգանակ կամ տաք ջուր ենք վերցնում, խառնում ենք 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, 1 թեյի գդալ նռան դոշաբ կամ մի քիչ թթու կաղամբի հյութ, 1 ճաշի գդալ կարագ կամ խոզի ճարպ և լցնում ենք տոլմայի վրա։ Հազիվ պետք է ծածկի տոլման, շատ ավելի ջուր լցնելու կարիք չկա։ Վրան դնում ենք ափսե կամ կափարիչ։ Եփում ենք միջին կրակով, հետո իջեցնում ենք նվազագույնի ենք հասցնում, եփում ենք 1 ժամից 1 ժամ 20 րոպե, վերջին 15 րոպեն արդեն պետք է բացենք կափարիչ, որ սոուսը խտանա։ Ինչպես ենք մատուցում ձմեռային ճիշտ եղանակով։ Տոլմաները պետք է մատուցել տաք վիճակում, վրան ավելացնում ենք սոուսից, կողքին սխտորով մածուն կամ թթվասեր, կարելի է նաև թթու պղպեղ, բազուկի թթու։ Հիմա տատիկների մեթոդը։ Միշտ օգտագործել խոզի միս կամ ճարպ, ձմռանը մարմինը էներգիա է ուզում, թույլ կրակ, որպեսզի փափուկ տոլմա ստացվի, հաջորդ օրը ավելի համեղ է ստացվում, սառած տոլման տակ հասնել միայն շատ թույլ կրակով, տոլման պետք է թեթևակի թթու լինի, բայց ոչ աղի։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։